Մեր միտքը մարտի դաշտ է, որտեղ մենք հաճախ ենք պարտվում, եւ այդ պարտությունը տարածվում է մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում։ Դրա համար կարևոր է, որ մենք աղոթենք ամեն առավոտ կպչուն մտքերի դեմ եւ հաղթանակենք։ Աղոթիր այսպես. Հայր Աստված, Հիսուս Քրիստոս եւ Սուրբ Հոգի, այս առավոտից իմ գողությունն ու փառաբանությունը թող լինի Սուրբ Երրորդությանը։ Հայր Աստված, ես հավատում եմ, որ դու ես իմ կյանքի մեջ բարության, իմաստության եւ օրհնությունների աղբյուրը։ Ամեն իրավիճակ եւ ամեն հոգու ես քեզ եմ տալիս, իմ փրկիչ Հիսուս Քրիստոս։ Ամեն ոգ եւ ամեն իրավիճակ ես տալիս եմ քեզ, Հիսուս։ Սուրբ Հոգի, ես խնդրում եմ, որ կառավարես իմ կյանքը։ Ես խնդրում եմ, որ կառավարես իմ միտքը, իմ մտքերը, ուշադրությունն ու կենտրոնացումը, երևակայությունն ու պատկերացումը, հիշողությունները, իմ հասկացողությունը իրավիճակների եւ իմ հայտնությունները։ Օգնիր ինձ, Տեր, որ ճիշտ, բարի ու լավ բաներ մտածեմ, որ սուրբ բաներ մտածեմ, երկնային բաներ մտածեմ։ Շնորհակալ եմ, որ ինձ սովորեցնում ես ինչպես հիմնավորվեմ ու արմատանամ քո մեջ եւ օրեցօր ինչպես ավելի նմանվեմ քեզ, Հիսուս։ Ինչպես Դավիթն էր ասում Սաղմոսի մեջ. փորձիր ինձ, ով Աստված, եւ ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները, եւ տես, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհ։ Այս ամենը աղոթեցի Հիսուսի սուրբ անունով։ Ամեն։